այն ինչ մենք չենք անում է Ադրբեջանը ըստ էության նորից խոսելով ինչ որ ռազմական հանցագործություններ թույլ տված մարդկանց այո եւ գիտեք սա ամենամեծ խնդիրն է ցավոք սրտի մեր փորձը մեզ ցույց է տալիս եւ ինձ զարմացնում է որ մենք սա անտեսում ենք որ Ադրբեջանը նորանոր պահանջներով է հանդես գալու Հիմա էլի, եթե դիտարկենք այն մոդելի մեջ, որ մենք մեզանում կա այդ գիտակցությունը, որ Ադրբեջանը նոր պահանջներով պետք է հանդես գա, ամեն դեպքում մենք էլի խոսում ենք նրա մասին, որ մենք պատրաստ ենք ամեն եղանակով, ամեն միջոցով հասնել այդ խաղաղության համաձայնագրին, այս շատ հարցեր ուղղակի բաց են մնում, որովհետև գալու է նոր պահանջներ Ադրբեջանից, հա, շատ դեպքերում այդ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ պահանջները ներառված չեն բուն փաստաթղթում եւ մեզ միշտ ասելու են այո, բայց Հա, այո, մենք պատրաստ ենք, բայց պետք է Հայաստանը փոխի սահմանադրությունը, այո, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից, այո, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանը պետք է մեզ հանձնի բոլոր, ուրեմն այդ Արցախյան բանի պատերազմի ժամանակ այսպես կոչված ռազմական հանցագործներին, այո, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանը չպետք է զինվի, այո, մենք պատրաստ ենք, Հայաստանը պետք է իր զենքը վերադարձնի Ֆրանսիային եւ այլն, եւ այս բանի տարափը, որ մենք այդ պահանջներից ստանում ենք Եվ իդեպ սրանք շատ համահունչ են Ռուսաստանից հնչող պահանջներին եւ պետք է մենք սա էլ չանտեսենք, որովհետեւ գիտեք անհնար է այս պարագայում մտածել, որ Ռուսաստանը տենց ուղղակի հանգիստ նստելու է եւ թույլ է տալու, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը անգամ, եթե այդ տեսանկյունից դիտարկենք, որ Ադրբեջանի կողմից կա կամք ինչ որ փաստաթուղթ ստորագրելու մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը փորձելու է անպայման ազդեցություն ունենալ այստեղ եւ դիմելու է բոլոր սադրանքներին։ Այդ սադրանքների մի մասը լինելու են նույն Ադրբեջանի միջոցով, այդ սադրանքների մի մասը լինելու են քաղաքական ինչ-որ մեխանիզմների միջոցով, այսինքն սա էլ պետք է մենք հաշվի առնենք։ Եվ այս պարագայում բացի այդ նաև չմոռանանք նշել, որ այդ турբուլենտ աշխարհը, հա, ընդհանրենք մենք տեսնում ենք աշխարհի տարբեր անկյուններում տարբեր գուցանազան գործընթացներ են տեղի ունենում նաև կոնֆլիկտի հետ կապված հիմա շատ ակտիվացել է Իսրայելա-Իրանյան ուրեմն խնդիրը Միացյալ Նահանգներ Իրան, հա, ուղղակիորեն արդեն Միացյալ Նահանգները Իրանի դեմ ուղղված գործողություններ են սկսել անգամ ռազմական այդ հուսիտներին նկատմամբ ուրեմն տեղի ունեցող գործընթացը ուղղակիորեն արդեն առնչվում է Իրանի հետ եւ այս պարագայում ակնհայտ է, որ այս բոլոր գործընթացները ազդեցություն ունենալու մեր տարածաշրջանի վրա եւ այս պարագայում շատ դժվար է նաեւ պատկերացնել Ադրբեջանը ինչ դիրք է զբաղեցնելու, որ ընդհանրենք Իրանի դեմ գործողություններ սկսեն, միանշանակը որ Ադրբեջանը փորձելու է այդ հնարավորությունից օգտվել եւ Միացյալ Նահանգների հետ ուրեմն սերտացնել եւ գործարքի գնալ, հա, եւ դարձնել Ադրբեջանը ինչ որտեղ պլացդարմ գործողությունների համար հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները եւ այդ իսրայելական լոբին Ադրբեջանին դարձնել Միացյալ Նահանգների վստահելի գործընկեր, շատ դժվար է նաև կանխատեսել, թե այս զարգացումները ինչ ազդեցություն ունենալու մեր տարածաշրջանի գործընթացների վրա, եւ անգամ եթե այս փաստաթուղթը ստորագրված լինի, դուք պատկերացրեք, եթե նման հնարավորություն Ադրբեջանը ունենա, արդյոք չի օգտվելու այդ հնարավորությունից։ Դուք Ռուսաստանին անդրադարձաք, բայց ես կխնդրեմ նաև անդրադառնաք Թուրքիայի դերակատարությանը, այդ երկրի իշխող կուսակցության խոսնակը հայտարարել է, որ գոհ են ձեռք բերված համաձայնությունից, բայց Հայաստանի սահմանադրության որոշ օրենքներ պետք է հոդվածներ փոփոխվեն, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ, ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անգործության էր մատնված, այսինքն ըստ էության կրկնում են ադրբեջանական այդ թեզերը։ Հիմա Թուրքիայի դերակատարությունը ինչպիսին էր եւ նաեւ տեսակետներ կան, որ այս համաձայնությունը ձեռք բերվեց նաև Թուրքիայի ազդեցությամբ ուղիղ Ադրբեջանի վրա, որովհետև Հայաստան-Թուրքիա գտնվում էին ինտենսիվ շփման մեջ։ Դրա մասին մի փոքր ես խոսեցի, բայց չբացեցի թեման Թուրքիայի հետ կապված մասը, ասեցի, որ հայ-թուրքական նաև հարաբերություններն են այստեղ կարևոր։ Իրականում ճիշտ եք, տենց վարկած կա, որ նաև այս գործընթացը շատ պայմանավորված է հայ-թուրքական ուրեմն գործընթացներով եւ կա վարկած, որ Թուրքիան է նաև փորձում ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը մի փոքր ավելի արագացնի գործընթացը։
Սա էլ գիտեք միանշանակ դժվար է վերլուծել էլի տեղեկատվության սղության պատճառը, որովհետև պետք է հասկանանք, թե ինչ գործոններ կան արտաքին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Թուրքիայում կայացվող որոշումների վրա։ Այսինքն մի կողմից մենք հասկանում ենք, որ հավանաբար կա ճնշում Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նկատմամբ, կա Եվրոպական միության կողմից ճնշումներ Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի շահագրգռվածությունը դառնալ այդ եվրոպական նոր ձևավորվող անվտանգային ուրեմն կառույցի մաս, Թուրքիայի ձգտումները ունենալ ավելի բարենպաստ պայմաններ Միացյալ Նահանգների հետ, այսինքն չափազանց մեծ են, այսինքն անկանխատեսելիությունները եւ դժվար է ասել, թե որ գործոնն ավելի ազդեցություն ունենում Թուրքիայի կողմից կամ Թուրքիայի ուրեմն որոշում կայացնողների կողմից որոշումների կայացման վրա եւ այս տեսանկյունից նաեւ պետք է հասկանանք թե Թուրքիան որպես դերակատար ինչ ագրգռվածություն ունի օրինակ նույն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուրեմն տեսանկյունից եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման տեսանկյունից սրա մասին մենք բազմիցս խոսել ենք որ այս պարագայում էլի Հայաստանն այն դերակատարը ով ավելի շահագրգռված է ուրեմն բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նաեւ իզոլացիայից անել Հայաստանը, հա, որովհետեւ ըստ էության մենք ունենք 4 սահման, որից 2-ը ուղղակի փակված են եւ ըստ էության Հայաստանը շնչելու հնարավորություն համարը չի ունենում։ Եվ այս պարագայում էլի եւս մեկ անգամ պետք է ասենք, որ մենք ենք շահագրգռված, բայց նաեւ կան ճնշումներ Թուրքիայի նկատմամբ եւ պետք է հասկանանք, թե ինչ կառաջարկեն Թուրքիան եւ Թուրքիան ինչ ունի առաջարկելու նույն Եվրոպական միությանը եւ Միացյալ Նահանգներին եւ թե այս ճնշումները ինչքան կգնան եւ ինչքան ազդեցություն կունենան Թուրքիայի վերջնական որոշման վրա։ Բայց այս պահին, եթե փոքր ավելի գանք այս ռեալ պոլիտիկի ուրեմն մոտեցմանը, այս պարագայում մենք փաստացի լսում ենք կրկնությունը ադրբեջանական նարատիվներ, այսինքն Թուրքիան ուղղակի կրկնում է այն ինչ որ հայտարարում են Բաքվից։ Սա էլ մենք պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան էլ բավականին մեծ շահագրգռվածություն ունի պահել տարածաշրջանը իր ազդեցության գոտում, հատկապես հասկանալով Ռուսաստանի դերի նվազեցումը, Ռուսաստանը դադարում է ըստ էության ուկրաինական ուրեմն պատերազմի ֆոնին դադարում է լինել այն դերակատարը, որը ազդեցություն է ունենում մեծ աշխարհաքաղաքական գործընթացների վրա, իսկ Սիրիայի իրողությունները ցույց տվեցին, որ բավականին աճում է Թուրքիայի դերը եւ Թուրքիայի կշիռն է մեծանում տարածաշրջանում եւ այս պարագայում ակնհայտ է, որ Թուրքիան ունի շահագրգռվածությունը եւ այս համատեքստում շատ կարեւոր եմ ուրեմն գտնում նշել նաեւ որ այն գլոբալի պլանի ժամանակ այ որ խոսում ենք այս վերջերս Միացյալ Նահանգների պետդեպի այն գաղտնազարդված փաստաթղթերում մենք տեսնում ենք որ Թուրքիան ա եղել ուրեմն հեղինակը այդ Սյունիքի եւ Հայաստանի ուրեմն հարավի վերաբերյալ բանակցությունների որին մասնակցել են ուրեմն Հայաստանի երկրորդ նախագահը եւ Ադրբեջանի ուրեմն նախորդ նախագահը ինչը ցույց է տալիս Թուրքիայի ուղղակի շահագրգռվածությունը ունենալ ազդեցություն այս տարածաշրջանի վրա եւ Թուրքիայի նկարտումները Հայաստանի ուրեմն հարավի ուղղությամբ եւ սա ինձ համար գիտեք կարեւոր գործոն է որ մենք չպետք է անտեսենք Թուրքիայի ուրեմն հետաքրքրությունները եւ շահերը այս տարածաշրջանում եւ Թուրքիայի այտենց մեծ ավելի իմպերիալիստական նկարտումները եւ բայց սա չի նշանակում որ մենք պետքա գիտեք փակենք մեզ իզոլացվենք Թուրքիայից եւ հաշվի առնելով այս գործոնները ուղղակի բան անենք, հա, փորձենք զրոյի հասցնենք Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետև երկարաժամկետ տեսանկյունից Թուրքիայի հետ սահմանի բացումը նաև մեզ համար մուտք է եւ ելք է դեպի Եվրոպական միություն ծովով դեպի Եվրոպական միություն սա էլ պետք է հաշվի առնենք եւ սա էլ շատ կարեւոր գործոն է հատկապես հաշվի առնելով որ շատ դժվար է կանխատեսել վրացական
եվրոպական ուրեմն դաշտում տեղի ունեցող գործընթացները, թե ինչ ուրեմն զարգացումներ կունենանք Վրաստանում, որովհետև մեզ համար մեր աշխարհագրությունը ուղղակի մեզ ստիպում է այս բոլոր գործընթացներին ուշով հետևենք, որպեսզի հասկանանք որտեղից է ի վերջո լինելու մեր ելք ու մուտքը դեպի ուրեմն ժողովրդավար աշխարհ, հա, որովհետև այս կողմ մի քիչ ունենք, հա, ընդհանրեն քիչ թե շատ Իրան եւ արաբական աշխարհ, ու քիչ թե շատ բաց է այդ հնարավորությունները, բայց ավելի ուրեմն դեպի արևմուտք բավականին սահմանափակ ուրեմն հնարավորություն ունենք եւ ի դեպ սա էլ շատ հաճախ մեր եվրոպական գործընկերները բերում են որպես խոչընդոտ Հայաստանի այդ եվրոպական գործընթացների մասին, երբ որ քննարկումները գնում են, ասում են ախր ձեր աշխարհագրությունը շատ բան է, մեծ դեր է ունենում այս ձեր գործընթացների վրա, իրոք դա ազդեցություն ունի։ Ես չեմ խոսում նրա մասին, որ սա նվազեցնում է մեր եվրոպական գործընկերների մոտիվացիան եւ շահագրգռվածությունը շարունակել Հայաստանի հետ սերտացման այդ քաղաքականությունը մերձեցման քաղաքականությունը, բայց ամեն դեպքում այս գործոնը շատ հաճախ բերվում է որպես խոչընդոտ։ Պարոն Խաչատրյան, Թուրքիայից Եվրոպական միության կամ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակնկալիքները դրանք նույնական են թե տարբեր են, հաշվի առնելով որ Թրամփի վարչակազմը եկել է, կան արդեն հակասություններ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ես կարծում եմ տարբեր են։ Ես կարծում եմ տարբեր են եւ ես կարծում եմ սա շատ նաեւ կախված է լինելու հատկապես Թրամփի վարչակազմի պարագայում շատ դժվար է կանխատեսել թե իրականում ինչ սպասել եւ ինչ զարգացումներ կլինեն, որովհետեւ համենայն դեպս այս պայմանությամբ մենք չենք կարող ասել, որ կա ինտենսիվ երկխոսություն Միացյալ Նահանգների ԱՄՆ-ի եւ համենայն դեպս Թրամփի վարչակազմի եւ Թուրքիայի միջեւ։ Այսինքն սա ինչ որ մի հատ գործընթաց է, որը բազմաթիվ անհայտներ ունի, հա, եւ մենք պետք է հասկանանք, թե ի վերջո այս գործընթացում ինչ դիրք են զբաղեցնելու Միացյալ Նահանգները եւ Թուրքիան։ Այս պարագայում մի փոքր ավելի, գիտեք, բանա, պետք է էլի հաշվի առնենք, որ Թուրքիան ամեն դեպքում ունի ազատ այդ առևտրի հնարավորություն Եվրոպական միության հետ, սա այսինքն դաշտ է, որը մեզ հնարավորություն է տալիս էլի մուտք ունենալ դեպի այդ ազատ եվրոպական շուկայական գոտի, սա է երևի այս տեսանկյունից կարելի է նայել այդ Թուրքիայի հետ կապված process-ները, թե ինչ դրսևորում եւ ինչ կոնկրետ դրսևորում կստանա Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում ինձ համար բավականին դժվար է կանխատեսել։